Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, ամեն տարի ապրիլի 30-ը Ֆրանսիայում նշվում է որպես օտարերկրյա լեգիոնի փառքի օր եւ այս տարվա միջոցառումների առանցքում էր Ամալի Գալստյանի որմնանկարը, որը պատկերում է հերոսական մարտը համադրելով պատմության ուժը ժամանակակից արվեստի լեզվով։ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների կազմը նախագահ Մակրոնի եւ պաշտպանության նախարարի գլխավորությամբ անձամբ հատուկ շնորհակալություն են հայտնել Ամալիին, իսկ մենք առիթ ունենք այս մասին խոսելու։ Բա, իմացաք։ Մեր հյուրին ես սիրով ներկայացնեմ ֆրանսիաբնակ նկարչուհի, ճարտարապետության դիզայներ, ինտերիեր դիզայնի եւ սցենոգրաֆիայի մասնագետ Ամալի Գալստյան Պյուժոս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Եղեք չեմ սխալվում, մենք էլի առիթ ունեցել ենք մեզ մոտ հանդիպելու։ Ոչ, առաջին անգամ է, բայց հուսով եմ ոչ վերջին։ Մենք էլ ենք հուսով, իհարկե շատ տպավորիչ էր ինֆորմացիան, որը ես ներկայացրեցի, որովհետև միշտ հաճելի է լսել, որ հայի հանդեպ կարող են ունենալ այդ տեսակ վերաբերմունք, որովհետև հայը կարողանում է իր աշխատանքով վաստակել։ Մանավանդ Ֆրանսիայում, այո, մանավանդ Ֆրանսիայում, չնայած որ մենք շատ բարեկամական հարաբերություններ ունենք նրանց հետ եւ նրանք շատ գնահատում են եւ սիրում են մեր արվեստը, բայց եկեք հասկանանք նախ դուք ապրում եք այնտեղ, էլի գործունեություն եք ծավալում եւ ձեզ համար իրականում տենց անսպասելի էր այս տեսակ արձագանքը նման պաշտոնյաների կողմից։ Շնորհակալություն նախարարի համար, արդեն բավականին երկար տարիներ ապրում եմ Ֆրանսիայում, սկզբնական կրթությունը ստացել եմ Հայաստանում, հետագայում արդեն շարունակել եմ Ֆրանսիայում, Փարիզի ամենահեղինակավոր դիզայնի ճարտարապետական բարձրագույն բուհերից մեկում, որը ավարտել եմ բարձր գնահատականով եւ ժյուրիի հատուկ մրցանակով, հետագայում արդեն հրավիրվել եմ աշխատելու շատ կարևոր եւ հեղինակավոր դիզայնի տներում, այսինքն Dior-ում եւ այնտեղ արդեն փորձ ձեռք բերելուց հետո իմ անձնական գործն եմ բացել եւ երբ որ ստացա արդեն հրավերը մասնակցելու եւ ցուցադրելու, այսինքն ստեղծելու այդ որմնանկարը իմ համար իհարկե շատ ոչ թե պարտավորեցնող, այլ հայ եթպարտությունը, որ կարող եմ ես այսպիսի գործ անել եւ Ֆրանսիայի պետությունը այս մեծ ոգևորությամբ ընդունել այս գործը իմ համար շատ ուրախալի փաստ էր։ Անշուշտ, մենք ունենք ինձ էլ հետաքրքիր ինչի մասն է խոսքը։ Ինչ-որ մի բան հասկանանք, ինչ որմնանկարի մասին է խոսքը։ Հետևնեկարն է, հա։ Այո, որմնանկարը, որը ինքը իր չափերով լավ, այսինքն 8 մետրը 3.5 մետրի վրա ինքը մոնումենտալ գործ է համարվում, այսինքն բարելիեֆային եւ ոչ միայն որմնանկար էր, այլ նաեւ բարելիեֆային լուծումներ ուներ, այո, եւ շատ ուրախալի էր, որ այն շատ մեծ արձագանք ստացավ, այո, արձագանք ստացավ արդեն։ Նկարի մեջ քաղաք է, ի՞նչ է նկարի մեջ։ Նկարի մեջ պատկերված է Կամերոնը Մեքսիկայում է գտնվում եւ 1863 թվականին շատ կարեւոր ճակատամարտ է տեղի ունեցել Ֆրանսիայի եւ Մեքսիկայի մեջ եւ այդ ճանապարհն եմ պատկերել, մի ուրիշ ձևով եմ ներկայացրել, քանի որ հիմնականում պատերազմական այսինքն ճակատամարտները միշտ պատկերվում են զինվորների, այդ զինվորների մահը եւ ընդհանուր այդ միջավայրը, իսկ այստեղ ես ներկայացրել եմ հիմնական միջավայրը Մեքսիկայի, այսինքն գույները եւ արդեն այդ ճանապարհը, որ տանում է դեպի ավերված կալվածք, որտեղ որ արդեն տեղի ունեցել ճակատամարտը Եվ այն համարվում է շատ կարևոր ճակատամար Légion étrangère պատմության մեջ եւ ամեն տարի մեծ շուկով նշվում է եւ այս տարի այն առաջի դեպքներ, երբ որ ամբողջ Ֆրանսիայի
պաշտոնյաները Էմանուել Մակրոնի գլխավորությամբ ներկա էին եւ ֆրեսկայի բացումը արվեց, հանդիպեցի, ծանոթացա Արտեն Էմանուել Մակրոնի հետ, պաշտպանության նախարարի հետ, այնուհետև մենք շատ հաճելի զրույց ունեցանք, իհարկե ինձ ներկայացրեցին եւ ես ասեցի, որ ես հայ եմ եւ ինքը շատ մեծ ժպիտով ասեց հայերը մեր լավ բարեկամներն են եւ հետո խոսեցինք իհարկե իմ գործունեության մասին Ֆրանսիայում, Փարիզում, իմ գործերի մասին եւ հետագայում հնարավոր է, որ կարողանանք համագործակցել արդեն Էլիզեի հետ, հուսով եմ, ճակերտներ չբացեմ, բայց հնարավոր է որ հետագա արդեն ծրագրեր լինեն նախագահական նիստին։ Ինձ հետաքրքիր է նկարը եղել է պատվեր, թե սա ձեր մտահղացումն է եղել այդ օրվա հետ կապված եւ նկարը նվիրվել է Ֆրանսիայի պետությանը, այդ օրվան նվիրված է եւ նկարը ինչ որ միտեղ փակցված է, թե նկարը ձեր։ Ինքը նկար չի, ինքը որմնանկար է, այսինքն այն արել եմ հենց պատի վրա եւ մի տարի առաջ ես մասնակցեցի այդ ապրիլի 30-ին այդ հիշարժան այդ հիշարժան տոնին, որտեղ որ նշվում էր այդ տոնը եւ այդտեղ ծանոթացա գեներալի հետ, նաեւ սենատորների հետ եւ այնուհետեւ գեներալի հետ խոսելու ընթացքում նա հետագայում եկավ իմ արվեստանոց, ծանոթացավ գործերից եւ այդպիսի ոնց որ այդ ցանկություն հայտնեց եւ առաջարկը եղավ երկկողմանի այսպես, որովհետեւ իմ մեջ շատ մեծ ցանկություն կար պատկերել ինչ որ այդ հիշարժան պահը, որովհետև կա Récit de Cameroun, այսինքն պատմությունը, որը որ կարդում է զինվորը այդ ճակատամարտի մասին եւ շատ հուզիչ պահ է եւ դրանից ես ոգևորված ունեցա ստեղծագործական մտահղացում եւ արդեն գեներալի հետ պայմանավորվեցինք, որ այսպիսի հետաքրքիր պրոյեկտ անենք եւ արդեն նա ինձ ասեց, որ այդ օրը շատ կարեւոր մարդ կլինի եւ կարեւոր ասեց նա առաջին դեմքը պետության եւ այդպիսով Ինչքան ժամանակում ստեղծվեց որմնանկարը։ Որմնանկարը ստեղծվեց շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ ես ունեի ժամանակ չունեի, ուրիշ շատ ծրագրեր կային, նաև մեծ ծրագիր կար Հայաստանում, որ ինձ սպասում էր, ես պետք է հասցնեի Հայաստանի ծրագրի վրա աշխատել, որմնանկարը ես ստեղծեցի մի շաբաթ ընթացքում գիշեր եւ ցերեկ, շատ արագ ստացվեց, ինքը այդ որմնանկարը կարող էի անել 2 ամսում, 2.5 ամսում, որովհետեւ ինքը մեծ աշխատանք էր, բայց քանի որ ոգևորությունը շատ էր եւ պայմանները այնպիսին էին ստեղծվել, որ ես միայն կարող էի շատ մեծ սիրով եւ արագությամբ ավարտել, քանի որ ես հենց բնակվում էի Դղյակում, որտեղ որ արեցի որմնանկարը եւ բոլոր պայմանները ստեղծված էին ինձ համար եւ այդպես շատ արագ եւ հաճելի ստեղծագործող մարդուն ինչա պետք է լավ պայմաններ ստեղծագործելու շատ լավ պայմաններ, այո, ամեն ինչ, այսինքն ստեղծված էր, որ ես իմ հարմարավետությունը եւ իմ ստեղծագործական ջիղը չկանգնի, այսինքն ես կարողանամ ամեն ինչ իմ ուզածի նման անել։ Դե ասեք Հայաստանում ինչ է կարող, ինչ պրոյեկտ է։ Հայաստանում շատ կարեւոր ծրագիր է, քանի որ երբ որ տեղափոխվեցի Ֆրանսիա, երբեք նպատակը չէր եղել հաստատվել Ֆրանսիայում 10 տարուց ավել։ Երբեք նպատակը չէր եղել հաստատվել Ֆրանսիայում եւ տարին մեկ անգամ որպես տուրիստ այցելել հայրենիք, այլ գնալ Ֆրանսիա, ունենալ լավ կրթություն, լավ կրթվել, ամուր background, այսինքն ամուր գիտելիք ունենալ եւ այնուհետեւ կարողանալ այդ գիտելիքը եւ այդ ուսումը օգտագործել հայրենիքի համար, դա ոչ թե պարտականություն եմ համարում իմ համար, այլ
դասիրով եմ անում եւ հիմա արդեն առողջապահության նախարարությունը մրցույթ էր հայտարարել տենդեր նոր ազգային գիտաբժշկական գրադարանի ստեղծման, այսինքն նոր կառույցի, շենքի եւ ես մասնակցեցի իմ կոնցեպտով, այսինքն նոր կոնցեպտ, ավելի ժամանակակից, բայց իհարկե ներառելով հայկական տարրեր ճարտարապետության մեջ եւ հիմա իմ կոնցեպտը արդեն ընտրվեց եւ աշխատում ենք Հայաստանի թիմի հետ ստեղծել այդ գրադարանը եւ ճիշտ ճանապարհի վրա ենք, հուսով եմ։ Որտեղ է լինելու։ Բուսաբանական այգու հենց հարևանությամբ։ Հիմա գոյություն ունի գրադարանը, բայց շատ հին շենք է, որ հարմար չէ եւ իր ճարտարապետական դեմքով ինձ թվում է չի համապատասխանում մեր բուժ աշխատողների եւ գիտ աշխատողների մասշտաբին, այո։ Ինչով է առանձնահատուկ դեր առաջարկած տարբերակը։ Այն հետաքրքիր, այն իր մեջ հիմա չեմ կարող բացել ճակերտները, քանի որ կոնցեպտը արդեն հաստատված է, ճիշտ է, բայց աշխատանքը դեռ առաջանում է, այն կոնֆիդենցիալ պայի մեջ է, որ հիմա ամբողջ բացատրեմ ինչի վրա է կոնցեպտը հիմնվում, բայց այն շատ ժամանակակից շունչ ունի եւ հայկական տարրերը ճիշտ պահպանված են կառույցի մեջ։ Այսինքն նոր կոնցեպտով, նոր ճարտարապետական դիզայնով հետաքրքիր կառույց է, որը որ հետագայում հուսով եմ, որ կդառնա արդեն ստորագրություն թե իմ Ատելյե Գալստյանի համար եւ թե Հայաստանի բուժաշխատողների եւ գիտաշխատողների որպես կառույց։ Ես ոնց հասկացա, դուք շատ բազմաժանր եք ձեր ստեղծագործական, այսինքն էլ ինչի մեջ եք ստեղծագործում, որմնանկար անում եք, կտավներ ոնց հասկացա անում եք, ճարտարապետական դիզայն, այո, քանի որ ես սկսեցի իմ ուղին որպես երաժիշտ, ավարտել եմ Կարամուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը որպես դաշնակահար, այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ որպես գեղանկարիչ եւ այնուհետև այդ գիտելիքները երաժշտության մեջ եւ գեղանկարչության մեջ ես համալրեցի եւ հարմոնիկ ձևով ներդրեցի ներքին ճարտարապետության եւ ճարտարապետության դիզայնի մեջ, այսինքն դա շատ սահուն եղավ այդ կապը դեպի ճարտարապետության դիզայն, որովհետև ճարտարապետության դիզայնը եւ ինտերիեր դիզայնը ներառում է իր մեջ թե երաժշտությունը, թե լույսը, թե գունային եւ ֆորմաները իրար հետ։ Այսինքն ամեն ինչ բոլոր ճյուղերը փոխկապակցված է եւ բոլոր ճյուղերը արվեստի իրար միշտ իմ պրոյեկտների մեջ, իմ նախագծերի մեջ մենք զգում ենք բոլոր այդ արվեստի ճյուղերը իրար հետ։ Ցուցահանդես եք ուզում ունենալ Հայաստանում։ Շատ մեծ հաճույքով կուզենամ ունենալ ցուցահանդես եւ շատ կարևոր է ինձ համար նաև ունենալ ցուցահանդես, որովհետև Ֆրանսիայում երբ որ ցուցադրվում էի Փարիզի եւ ոչ միայն Փարիզի, այլ նաև Փարիզից դուրս կարևոր եւ հեղինակավոր գալերիաներում ինձ համար միշտ հայի կարծիքը եւ Հայաստանի նկարիչների եւ ոչ միայն նկարիչների կարծիքը շատ կարևոր է եւ մեծ հաճույքով կուզենամ ցուցահանդես ունենալ Հայաստանում։ Ձեր շարֆները ոնց որ հա ձեր աշխատանքը։ Չէ, այս նվեր եմ ստացել Մգերյան գորգի Մգերյան կարպետներից, երբ տեսնում եմ, որ այստեղ մեկ էլ ունեք եւ նույն կարպետի մյուս գույնը մենք ամուսնուս հետ գնել ենք եւ մեր տանը Փարիզում ճաշացրել։ Հայ է ձեր ամուսինը։ Ոչ, իմ ամուսինը ֆրանսիացի է, բայց ոնց ինքն է ասում, որ հայկական մշակույթը սիրի։ Չեմ համոզել, նա ինքն է շատ սիրում հայկական մշակույթը եւ իր ամբողջ ծնողները եւ իր ամբողջ ընտանիքն է սիրում հայկական մշակույթը եւ այդ կապը հայերի հետ, ֆրանսիացիների հետ մեր շատ սերտ է եւ իմ ամուսինը ինչպես
ինչպես ինքը իրենը սիրում է ասել, Հայաստանը ինձ որդեգրեց, որովհետև ամեն անգամ գալուց, ես առաջի անգամը չէ որ գալիս ենք իրար հետ, ամեն անգամ գալուց ինքը ասում է, որ ինքը իրեն ավելի շատ հայ է զգում, եւ հիմա սովորում է հայերեն եւ պատճառ չկա, որ ես խոսեմ ֆրանսերեն եւ ինքը չխոսի հայերեն, դրա համար հիմա արդեն նա սովորում է հայերեն եւ իր ընտանիքը նույնպես, որովհետեւ ծնողները ասում են, որ մեր ապագա թորների հետ մենք պետք է հայերեն խոսենք։ Ընտիր։ Ձեզ հաջողություններ ենք մաղթում, իհարկե, թող որ նման տպավորիչ արձագանք մինչդեռ աշխատանքի հանդեպ, որը հայ անունելի բարձր է պահում, էլի լինեն բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լինեք, չգիտեմ, ընդունելի, որովհետև հայ անուն է ու հուսանք, որ մի օր առիթ կունենաք լրիվ հայկական մշակույթի մասին պատմող ինչ-որ բան անել ու ունենալ այդ արձագանքը։ Շնորհակալություն շատ եւ իդեպ ասեմ, որ թեպետ եւ պատկերված էր, որ նա նկարում Մեքսիկան եւ Մեքսիկայի բնությունը, ես որպես իմ ինքնություն հայ նկարիչ եւ արվեստագետ, ես ներառել եմ նաեւ հայկական տար Արարատը եւ մեր եկեղեցիների հետ մեքսիկական Կապտեն Արարատը Մեքսիկայինն է։ Չէ, դատել ես Ֆանտաստիկ է, բայց մեքսիկական քաղաքի Արարատ խոր վիրապը։ Այո, հայկական եկեղեցիներով եւ Մակրոնին ես դրա համար ասեցի։ Արձագանք չեղավ նրա կողմից ինչու։ Շատ ջերմ արձագանք եղավ, որովհետեւ ֆրանսիացիները իդեմ Մակրոնի իրենք շատ հարգում են այն արվեստագետներին եւ այն մարդկանց, ովքեր որ իրենց արմատները ոչ միայն ցույց են տալիս, այլ իրենց արվեստի միջոցով փորձում են խոսել իրենց արմատների մասին, քանի որ ես հիմա նաև ֆրանսիացի եմ, ֆրանսիահայ եմ, բայց իմ հայ կողմը միշտ շատ ուժեղ է իմ մեջ եւ նույնիսկ Մակրոնի հետ առաջի հանդիպման ժամանակ առաջինը որ ասեցի, ես հայ եմ։ Artiste arménienne եւ ինքը շատ լայն ժպիտով նույնս նկարի մեջ կա, որ ասում է vous êtes arménienne, շատ սիրալիր եւ անյութեւ իհարկե ասեց, որ հայրը մեր լավ բարեկամներն են եւ այդպեսի շատ հաճելի զրույց ստեղծվեց։ Իհարկե դուք մեծ հաջողություններ եք հասել, բայց ձեզ ավելի մեծ հաջողություններ ենք մաղթում։ Իհարկե երբեք Հայաստանի ու հայկականության հետ կապը չկտրվի, դե մենք էլ ցանկացած նմանատիպ մեծ իրադարձությունից հետո ձեզ սպասում ենք մեր տաղավարում։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում։